Հիմա քայլելով գնում ենք մեր գեյթը, 13 րոպե պետք է քայլենք։ Առաջի սամալյոտ բարձրացող կինը։ Տիկին ուր եք գնում։ Անակնկալ է։ Մենք արդեն ինքնաթողի մեջ ենք, և 20 րոպեից արդեն կշարժվենք։ Բավականին շոկ այստեղ մեր մոտ։ Մենք առաջին այց ենք, որ դարձացել ենք ինքնաթիվ, առաջին դեպքն է, և վերջնամասում ենք, պոչի հատվածը։ Մամրեց սիրած տեղերից մեկն է, մեկ էլ ձևի մասը, կտաշարժում է մասերը։ Այս դե հուսան կքնենք և այդքան դաժան չի լինի։ Դե գնացինք մեզ բարի թռիչք։ Օգնեմ ձեզ։ Սիրելի հետևորդներ, մենք եկել ենք Հայաստան, որպեսզի անակնկալ մատուցենք մեր սիրելի հորաքրոջը, քանի որ նոյեմբերի 29-ին նրա տարեդարձն է և նա շատ էր ուզում, որ մենք ներկա լինենք։ Հիմա կտեսնեք մի տեսանյութ, որտեղ նա խոսում է այդ մասին։ Երջանկության զեյան աշխարհ չէ։ Ում հետին, թե Արմենին։ Ձեր բաբա։ Հա, մենք օնլայն կխփենք։ Մենք օնլայն կխփենք բաժակը։ Էսի չկա։ Մենք ոնց է մեր դրության մեջ մտնում հորքուր, դու չես մտնում մեր դրության մեջ։ Լավ եմ ամ։ Ես գիտեմ, ինքը իմ չափ չգիտի։ Դանս տեսեք։ Հորքուր։ Ոնց է խաղ ու պարը, այ կնիկ։ Մենք կզանգենք օնլայն կմասնակցենք, չնեղվես։ Համար կզանգեմ նոր։ Կայուս չամ դու ոնց ես։ Ոչինչ, մի կերպ
Ձգում եմ։ Երկու դերասաններով իրար հետ խոսում։ Միկը բլոգ է նկարում։ Երկու դերասաններով Բա, իրար դարդեր են։ էտա դարդ է, անմաս մեկը գա, ինքեր Հակոբյանից կհանա իմ բլոգում, սաղ կճանաչի։ Բայց է լավերը լավ։ Երբ նրա հետ խոսում էինք, ի սկզբանե արդեն գնել էինք մեր տոմսերը, բայց խաբվեցինք ասելով, որ չեն կարող մասնակցել, որ անակնկալ կերպով օրեր առաջ իր տարեդարձից լինենք այնտեղ, քանի որ ուզում էինք անակնկալ մատուցել, մեր բոլոր բարեկամներից միայն հարազատ, որ եղբորս ընտանիքին է զգուշացրել, և ուզում եմ շնորհակալություն հայտնել իրենցից մեզ շատ օգնեցին ու ամենակարևորը գաղտնի պահեցին։ Ամսի 27-ին մենք Հայաստանում ենք և առավոտյան մենք մի քանի գործեր պետք է գնային գյուղատնտեսության սրահ, մատնահարդարման և մազահարդարման, որից հետո պետք է դուրս գայինք նաև քաղաք մի քանի գործ անելու վերջ։ Առաջին հերթին գնացինք Երևան Մութի գյուղատնտեսության սրահ, մատնահարդարման, ուզում եմ շնորհակալություն հայտնել մասնագետ Անի Մարգարյանին այս գեղեցիկ կոպիտ և անթերի աշխատանքի համար, այստեղ եմ թողնում իր Instagram-ի նետը։ Մատնահարդարումը վերջացրեցինք և գնացինք այլ գեղեցկության սրահ, որպեսզի կատարենք մազահարդարում։ Այս պրոցեսը մոտավորապես տևեց 3 ժամ։ Եվ վերջապես ավարտեցինք մեր գործերը և շտապեցինք Սասվոլ, բավականին քաղցած էինք, ահա և աշխարհի ամենահամեղ հացը ինձ համար, պորի հացը,
Տեսականին այնքան շատ էր և ուներ ախորժալի տեսք, որ անկեղծ չէի կողմնորոշում, թե ինչ ընտրել: Քանի որ շատ էի ուզում փորձել այստեղի կարկանդակները, ես ընտրեցի կարկանդակ, մայրիկս իր համար ընտրեց պյուրե, նաև վերցրել էինք հավի աղցան և լահնաջո, մեկ էլ իրենց թարխունի լիմոնադը: Այստեղի թխվածքները և տորթերը նույնպես լավ տեսք ունեին, բայց քանի որ արդեն կշտացել էինք, սուրճը տորթով թողեցինք արդեն տան համար: Եվ հետո մտանք արդեն խանութ, քանի որ ինձ շատ հետաքրքիր էր ինչ կար խանութում և ձեզ էլ էի ուզում ցույց տալ: Շատ հետաքրքիր և գեղեցիկ իրեր կային: Ինձ շատ է դուր գալիս այս խանութը, իր դասավորվածությունը, մաքրությունը, ուղղակի անկրկնելի է: Այստեղ քաղցր սիրողներին կխնդրեմ չհեռանալ էկրաններից:
Հիմա մենք սասից դուրս եկանք խանութ, որպեսզի տան համար օթորակիչ նայենք, քանի որ մեր տունը ջեռուցում չունի։ Արդեն բավականին էլ ցուրտ է այստեղ։ Տեսնենք հարմար բան կգտնենք։ Մենք քարերով հասանք դեպի ցիրկի մոտ։ Բավականին շատ է խցանումները։ Թե գալուց, թե հիմա։ Բայց շատ հաճելի է, միշտ ուզեցել եմ այս ամսին Երևանում լինեմ, ձմռանը, միշտ ամռանն եմ եղել, այս տարի ստացվեց, քիչ մնաց արդեն հասնում ենք Հասանք Վենուս էլեկտրոնիկայի սրահ, տեսականին շատ մեծ էր, մեզ հարկավոր էր օթորակիչ 120 մետր քառակուսու համար, քանի որ մեր տունը շատ մեծ է, բայց չկար և հետո էլ առաքումը տևում էր շատ երկար, տեղադրումն էլ ևս, իսկ մենք քիչ ժամանակով ենք եկել։ Չգնեցինք, տեսնենք ինչ ենք անում։ Ունենք փոքր պլիտա հայերեն ոնց է պլիտան։ Փոքր ջեռուցման համակարգ, ոնց ասենք, լավ։ Տաքացնելու հարմարանք ունենք, այսպես ասած։ Տեսնենք ինչքանով իրենք արդարացնի։